Չեն։ Մեր աղոթքն ամիշտ, որպեսզի մեր երեխեքը մեր հետեղնեն ու Տիրոջ տան մեջ եղնեն։ Տերը թող օրհնի այն ծնողների աղոթքը լսի, որոնց երեխեքը այսօր ցավոք սրտի Տիրոջ տան մեջ չեն, որպեսզի բոլորը եղնեն Տիրոջ տան մեջ, որպեսզի երեխեքի շուրթերով ասած, ես ու իմ ընտանիքը պետք է ծառայենք Հիսուսին, դառնա իրականություն ամեն մի ընտանիքի մեջ։ Ամեն։ Տերը թող օրհնի ձեր սիրելի քույր երեխաներ, անչափ ուրախ եմ եղնել այսօր այստեղ ձեր հետ, ձեր մեջ կիսվել Աստծո խոսքով, որովհետև Աստծո խոսքը մեր հոգևոր հացն է։ Ոնց որ մենք մարմնի ունենք մարմնական հաց, ամեն օր ուտում ենք, որպեսզի սովից չմեռնենք, նույն ձևի մենք պետք է ամեն օր ուտենք հոգևոր հաց, որպեսզի հոգևոր չմեռնենք, որովհետև ոնց որ կա մարմնավոր մահ, տենց էլ կարող է եղնի հոգևոր մահ, եթե մարդը իր հոգին չսնի Աստծո խոսքով։ Հովհաննես 14:27 Հիսուսը իր աշակերտներին ասաց հետևյալ խոսքերը. Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս։ Ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա։ Այսօրվա պատգամիս անունն է մի վախենա։ Այսօր մենք խոսելու ենք մեր վախերի մասին, որովհետև մենք բոլորս ունենք ինչ-որ վախեր։ Գիտեք, մարդը ընդհանրապես ունի վախելու հատկություն, բայց կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, որտեղ է դա բնական վախը, որտեղ է անբնական վախը, որովհետև կա նորմալ վախ, կա աննորմալ վախ։ Կա վախ, որը բնական է, ամեն մեկս վախում ենք ինչ-որ բաներից։ Մարդ կա վախում է վերևից շատ բարձրությունից նայելուց, մարդ կա ինչ-որ ուրիշ բաներից է վախում, բայց կա անբնական վախ, որը մարդու կյանքի մեջ բերում է խառնակցություն, որը մարդու կյանքի մեջ բերում է դիսբալանս, որը մարդու կյանքի մեջ բերում է տանջանք։ Ու այդ մարդը ունենալով այդ վախը կորցնում է իր խաղաղությունը, կորցնում է իր հույսը առ Աստված, կորցնում է իր ցանկությունը կատարել Աստծո խոսքը։ Դրա համար այսօր ուզում եմ խոսալ այդ վախերի մասին, որովհետև Հիսուսը մի անգամ ասավ Ղուկաս 8:50-ի մեջ ասաց. «Մի վախեցիր, միայն հավատա», որովհետև վախն ու հավատքը դրանք տարբեր հակառակ կողմեր են։ Եթե մարդը ունի վախ, որի մասին ես ասեցի, որովհետև առաջի Հովհաննեսի մեջ ասում է, որ սիրո մեջ վախ չկա։ Կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով որ վախենում է, սիրո մեջ կատարյալ չի։ Այսինքն մենք այսօր խոսալու ենք այն վախերի մասին, որը գալիս է մեր կյանքի մեջ, որպեսզի քանդի մեր կյանքը, որը գալիս է դիվային ուժերի կողմից, որը գալիս է տարբեր հանգամանքների միջոցով, բայց սատանային ունի մի ցանկություն։ Նա գողա, որպեսզի գողանա, որպեսզի սպանի ու որպեսզի կորցնի։ Նրա նպատակը դրա մեջ է, բայց Հիսուսը եկավ, որպեսզի մեզ տա կյանք եւ ել ավելի։ Գիտեք, սովորաբար մարդու կյանքը բաղկացած է եղնում անցյալի ափսոսանքներից ու ապագայի վախերից։ Անցյալի համար մենք շատ ժամանակ ափսոսում ենք, ասում ենք, այ ես բանը որ սենց արած եղնեի, այն բանը որ նենց արած եղնեի, բայց Մովսեսը Սաղմոսի մեջ ասում է, չասեք երեք լավ էր քանց թե այսօր, որովհետև դա մեծ խելքից չի։ Քրիստոնյայի կյանքի մեջ պետք է ամեն հաջորդ օր ավելի լավ եղնի քանց թե առաջվա օրը։ Դա մեր հավատքի ընթացքն է, բայց երբ որ մեր կյանքի մեջ գալիս է վախեր, ապագայի նկատմամբ, այսօրվա նույնիսկ նկատմամբ, այդ վախերը արգելք են հանդիսանում, այդ վախերը չեն թողնում, որպեսզի մենք հավատքով քայլենք առաջ, որպեսզի մենք մեր հույսը մեր կյանքի վրա դնենք Աստծու վրա, որպեսզի մենք ծառայենք Աստծուն այն ծառայության մեջ, այն կանչվածության մեջ, որը Աստված սպասում է մեզ, ու կորչում է մեր խաղաղությունը։ Գրված է, որ Աստծո թագավորությունը դա ուտելիք եւ խմելիք չի, որը մարդիկ այսօր շատ ման են գալիս։ Աստծո թագավորությունը դա արդարություն է, որ մենք արդարացված ենք Քրիստոսի սուրբ արյամբ։ Աստծո թագավորությունը դա խաղաղություն է, որ մենք ունենք խաղաղություն Աստծո հետ, ու Աստծո թագավորությունը դա ուրախություն է, որը մենք ունենք Սուրբ Հոգով։
Երբ վախը գալիս է մարդու մեջ, մարդը այդ բոլորը կորցնում է։ Մարդը սկսում է տանջվել, մարդը սկսում է կորցնում է իր ուրախությունը եւ շատ ժամանակ նույնիսկ ոչ մի բան անել չի կարողանում։ Ոնց որ պարալիզավայց անում մարդուն, աբսոլյուտ ոչ մի բան չի կարող անել։ Դրա համար այսօր ուզում եմ, որպեսզի մենք հասկանանք, որ ինչպես գրված է, որ Աստված մեզ չի տվել վախի հոգի։ Մենք վախենալու իրավունք չունենք, որովհետև մի վախենա դա պատվիրան է։ Դա ոչ թե ցանկություն է քրիստոնյա մարդու համար։ Քրիստոնյա մարդը իրավունք չունի վախի մեջ ապրելու, որովհետև Աստված որ մեր մեջ է ավելի մեծ է, քան նա, ով աշխարհում է։ Սատանան այս աշխարհի թագավորն է։ Սատանան իշխում այս աշխարհի մարդկանց վրա, բայց մեր վրա չկա նրա իշխանությունը։ Մեր վրա կա Հիսուս Քրիստոսի իշխանությունը։ Ու երբ Հիսուսն ասում է մի վախենա, այսինքն դու չպետք է վախենաս։ Գիտեք ինչ, չվախենալը դա ինչ է նշանակում։ Երբ կարդում ենք Սուրբ Գիրքը, տեսնում ենք, որ Աստծո բոլոր մարդիկ ունեցել են վախեր։ Աբրահամին Տերը եկավ ասավ մի վախենա, Հեսուին ասավ մի վախենա, Դավիթին ասավ մի վախենա, բոլոր մարգարեներին ասավ մի վախենա, Պողոս առաքյալին ասավ մի վախենա, Տիմոթեոսին ասավ մի վախենա, բոլորը ունեին վախեր։ Բայց չվախենալը, վախ չունենալը դա նա է, որ անկախ ոչ մի բանից դու հավատքով քայլում ես առաջ, անկախ ոչ մի բանից դու երկրպագում ես Աստծուն, անկախ ոչ մի բանից դու կատարում ես նրա խոսքը, անկախ ոչ մի բանից դու փառավորում ես նրա սուրբ անունը։ Երբ Հոբը կորցրեց ամեն ինչ ու համարյա թե նա կորցնելու էր ինքը իրան, իր կյանքը, նրա կինը եկավ ասավ. հայհոյի Աստծուն ու վերջացրու ամեն ինչով, բայց նա ասավ. նա տվեց, նա էլ առավ, թող փառավորվի նրա անունը, ու իր շուրթերով գրված է չմեղանչեց։ Կապ չունի ինչ իրադրության մեջ ենք մենք, կապ չունի ինչի հետ ենք մենք հանդիպել, ինչի հետ ենք մենք առնչվում։ Շատ կարևոր է ինչպես ենք մենք մեզ պահում այդ հանգամանքների մեջ։ Դրա համար ես ուզում եմ շատ կարճ մի քանի վախերի մասին խոսալ նախ եւ առաջ, որ ինձ թվում է շատ մարդկանց կյանքի մեջ կա, այդ ցանկը իհարկե ավելի շատ է, բայց աշխատեմ կարճացնել։ Կա վախ մարդկանց առաջ, երբ որ մարդը վախում է ինչ-որ մարդկանցից։ Եբրայեցիս 13:6-ի մեջ գրված է. այնպես որ համարձակվում ենք ասել Տերն է իմ օգնականը եւ ես չպիտի վախենամ, մարդն ինձ ինչ կարող է անել։ Եթե դու ունես մարդուց ինչ-որ վախ, որ այդ մարդը կարող է քեզ ինչ-որ վատություն անի, ինչ-որ վնաս տա, ինչ-որ բան անի, ասում է Տերն է իմ օգնականը։ Մարդը ոչ մի բան չի կարող անել մեզ, որովհետև մենք Աստծո զավակներն ենք ու ունենք պաշտպանություն մեր հոր կողմից։ Նա է մեր պաշտպանը, նա է մեր ապավենը, նրա ձեռքերի մեջ ենք մենք ու ոչ մեկը չի կարող կպչի մեզ առանց նրա իմացության։ Դրա համար եթե մարդը ինչ-որ մեկից վախենում է, մենք վախելու իրավունք չունենք, որովհետև մենք ունենք մի Աստծո, որը կարող է մեր թիկունքին կանգնել, կարող է մեզ պաշտպանել ու ոչ մեկը չի կարող մեզ կպչել։ Կա աղքատության վախ։ Շատ մարդիկ այսօր վախում են աղքատությունից։ Այ բա որ ես չունենամ, այ բա որ աշխատանք չունենամ, այ որ փող չունենամ, բա որ սենտ չունենամ։ Այդ մարդը այս վախկոտների շարքին է պատկանում։ Շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, մի վախեցիր։ Դա Աստծո պատվիրանն է, նորից եմ կրկնում։ Առաջի Պետրոս 5:8 Զգոն եղեք, արթուն եղեք, որովհետև ձեր թշնամին սատանան մռնչացող առյուծի պես շրջում է եւ փնտրում է թե ում կուլ տա։ Գիտեք, այստեղ սատանայի մասին գրված է, որ նա մռնչացող առյուծ է։ Երբ որ առյուծը մռնչում է, կենդանիները վախից քարանում են։ Առյուծի մռնչոցը շատ ազդեցիկ է։
Բայց ինչի մեջ է սատանայի ազդեցությունը խաբելու ստի մեջ։ Սատանայի ամենամեծ զենքը դա սուտն է։ Նա ինչպես թե մի մռնչացող առյուծ է, բայց մենք ունենք ուրիշ առյուծ, Հուդայի ցեղից։ Մեր առյուծը այդ մռնչացողը չի։ Սատանան միշտ ձև է տալիս, որ ինքը ավելի ուժեղ է, որ ինքը ավելի կարող է, ու դրանով սկսում է վախեցնել մեզ։ Այն վախերի մասին, որ ես այսօր ասացի, այդ մտքերը սկսում են ռմբակոծել մեր միտքը։ Դրա համար ասում է, որ ձեր միտքը գոտեպնդեք Աստծո խոսքով։ Դրա համար ասում, որ հնազանդվեցեք Աստծուն, հակառակ կացեք սատանային եւ նա կփախչի։ Եթե մենք ուզում ենք չվախենալ, մենք պետք է հասկանանք, որ մեզ ունենք թշնամի, դա մռնչացող առյուծն է, ու մենք պետք է միշտ զգոն եղնենք ու արթուն եղնենք։ Դա ասում է նրա մասին, որ մենք պետք է միշտ պայքարի մեջ եղնենք։ Պետք է միշտ հասկանանք, որ չկա թենց բան, այ մի անգամ ես ինչ-որ բան արեցի ու լրիվ ամբողջ կյանքիս համար հարցը լուծեցի։ Ոչ։ Մենք ունենք թշնամի։ Ու եթե մենք արթուն չմնանք, եթե մենք մեր սրտին չհետևանք, եթե մենք ապրենք նենց, որ մենք ենք ուզում ապրել, ոչ մի բան չի փոխվի մեր կյանքի մեջ։ Այդ վախերը ոչ միտեղ չեն գնա։ Դրա համար գրված է հնազանդվեցեք Աստծուն։ Ուզում եք վախեր չունենալ, հնազանդվեցեք Աստծուն։ Առաջի հերթին մեզ պետք է հնազանդվել Աստծուն։ Եթե մարդը չի հնազանդվում Աստծուն, ինչքան էլ ուզում է սատանայի վրա գոռա, ինչքան էլ ուզում է ճվա, ինչքան էլ ուզում է եսիմ դևեր ուզենա հանի կամ օգուտ չկա։ Ընդհակառակը կարող է ուրիշ ավելի խորանա։ Հնազանդվեցեք Աստծուն։ Առաջի բանը, որ մենք պետք է հասկանանք, հնազանդվեցեք Աստծուն։ Մեր կյանքի մեջ չպետք է եղնի ոչ մի ծածուկ մեղք, որտեղ ծածուկ մեղքը դա բաց դուր է վախի համար, դա բաց դուր է սատանայի համար։ Ու եթե կա ինչ-որ մեղք, այդ մեղքը պետք է խոստովանվի, այդ մեղքին պետք է դեմ կացվի, այդ մեղքի համար պետք է կռիվ տալ, որպեսզի ազատագրվել այդ մեղքից, որպեսզի ոչ մի մեղք մեր կյանքի մեջ չեղնի ծածուկ։ Մեր կյանքի մեջ շատ մեղքեր կան։ Հակոբոսն ասում դրա մասին, Պետրոսն ասում դրա մասին, մենք շատ ժամանակ հասկացած չհասկացած մեղքեր են գործում, բայց մի բան է, երբ որ մարդը ծածուկ մեղք ունի։ Մի բան է, որ օրինակի համար ուղղակի, մի բան է, որ մարդը թաքուն նստած ինչ-որ ինտերնետում վատ բաներ է նայում, ու ոչ մեկին դա չի ասում։ Ինքը կարող ամեն ինչ ձևացնել։ Մի բան է, որ այդ մարդը պայքարում է դրա դեմ։ Մի բան է, այդ մարդը ասում է դրա մասին։ Մի բան է, որ այդ մարդը գալիս է հովվին կամ ծառայողին, բացում է իր սիրտը, իր մեղքը, որպեսզի աղոթեն, որպեսզի այդ մարդը ազատագրվի։ Այսինքն հնազանդվեք Աստծուն։ Եփեսացիս 4:27-ի մեջ գրված է, եւ սատանային առիթ մի տվեք։ Ամեն մի ծածուկ մեղք դա առիթ է սատանային, որպեսզի գա ու այդ վախերի միջոցով սկսի ազդել մեր կյանքի վրա, որպեսզի մեր կյանքը վերածվի տանջանքի, որպեսզի մեր ուրախությունը կորչի, որպեսզի մեր խաղաղությունը կորչի, որպեսզի մենք չկարողանանք անել այն, ինչ որ Տերն է մեզանից ուզում։ Դրա համար առաջի հերթին մեզ պետք է հնազանդվել Աստծուն։ Հնազանդվել Աստծուն նշանակում է Սուրբ Հոգով լցված եղնել միշտ։ Գրված է մեկ գինով հարբենա, այլ հոգով լցվեք։ Գիտեք, երբ մարդը լցված է Սուրբ Հոգով, լինելով մաքուր ու լցված Սուրբ Հոգով, նրա կյանքի մեջ կարող են եղնել մտահոգություններ, որ ամենքս ունենք, բայց վախեր չեն լինի։ Սուրբ Հոգով լցված մարդը միշտ ապավենում է Տիրոջը։
Սուրբ հոգով լցված մարդը միշտ գնա Քրիստոսի հետևից։ Սուրբ հոգով լցված մարդը միշտ ունի իր ներսի ուրախությունը, անկախ ոչ մի բանից։ Փիլիպեցիս 4:6-7 այսօր ով Արսենը կարդաց այդ համարը, ոչինչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն, եւ Աստծո խաղաղությունը, որ մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանվի։ Ասма ոչ մի բանի համար մի մտահոգվեք, то есть մեկ վախենա, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ հնազանդվեք Աստծուն, մաքրվեք ամեն տեսակ մեղքից ու սկսեք լցվել Սուրբ Հոգով, աղոթելով, աղաչանքով, գոհությամբ, երկրպագությամբ, առանձնացեք ինչ-որ տեղ, սկսեք փառաբանել Տիրոջ անունը, սկսեք աղոթել, սկսեք հիշել այն ինչ-որ Տերը արել է ձեր կյանքի մեջ, արածի համար սկսեք փառք տալ Տիրոջը, որտեվ Տերը այնքան շատ բան արել մեր կյանքի մեջ։ Ցավոք սրտի մենք շատ ժամանակ մոռանում ենք անցածները, որ Տերը մեզ համար արել է։ Երբ Դավիթը դուրս եկավ Գողայաթի դեմ, նա հիշում էր ինչ արել Տերն իր համար։ Ու դա իր հավատքն էր ամրացնում։ Նա ասավ, եթե Տերը ինձ տվել է այդ կենդանիներին իմ ձեռքը, սա ով է որ չտա։ Փառավորեք Տիրոջը։ Ոստեղ հետաքրքիր գրված է, որ եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է։ Գիտեք ինչ է նշանակում ամեն մտքից վեր է, որ մտքով հասկանալի չի դա։ Այսինքն սիտուացիաներն են ձև են, որ դա դժվար պատկերացնելու բան է, որ այս ամեն ինչի մեջ մարդը խաղաղություն ունենա, մարդը ուրախություն ունենա, բայց երբ որ մենք գալիս ենք Տիրոջը գովաբանելով, երբ որ մենք գալիս ենք աղոթքով, երբ որ մենք գալիս ենք մաքուր սրտով, երբ որ մենք գալիս ենք հնազանդվելով մեր Տիրոջը, Աստված առաջի հերթին տալիս է մեզ խաղաղություն։ Մենք միշտ ուզում ենք աղոթենք ու ինչ-որ բան ստանանք, բայց Աստված ասում է ոչ, առաջի հերթին ես քեզ պետք է տամ խաղաղություն քո սրտի մեջ, որ դու այդ խաղաղությունով, համբերությունով սպասես, մինչև կստանաս այն ինչի համար դու խնդրում ես։ Ուրեմն ինչպես կարող ենք մենք չվախենալ, հնազանդվիր Աստծուն, հնազանդվիր Աստծուն, հակառակվիր սատանային գրված է, հակառակվիր քո հռչակումներով, հակառակվիր Աստծո խոսքով, կճանաչեք իմաստ ճշմարտությունը գրված է եւ ճշմարտությունը կազատի ձեզ, վերցրեք Աստծո խոսքը, այնքան շատ տեղեր կա գրած, վախերի մասին ու դրանից ազատելու մասին։ Այնքան շատ մենք խոստումունքներ ունենք Տիրոջից, մեր սրտի պահպանության մասին, մեր օրհնությունների մասին։ Կարդացեք այդ խոսքերը, հռչակեք այդ խոսքերը։ Եթե գալիս է մի միտք վախի, 10, 100 միտք դուք ասեք Աստծո խոսքից, որպեսզի ձեր շուրթերով սկսեք խոսալ, ձեր շուրթերով սկսեք բացականչել, ճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Ուրեմն հնազանդվեցեք Աստծուն, հակառակ կացեք սատանային եւ նա կփախչի ձեզանից։ Նա նույնիսկ պետք չի եղնել քշել կամ ինքը կփախչի։ Դեք մեկ հավատացյալները նման են սովորաբար կանայք են, ամենայն սիրով եմ ասում։ Մեկ ասենք դուրը բացում են, մի հատ մուկ է երևում։ Մեզ քույրիկ ունենք, մեր մոտիկ մեր բարեկամն է։ Եթե հանկարծ ինքը տան մեջ մուկ տեսնի, փոքր մուկ, կբարձրանա սեղանի վրա, ուր ասես կբարձրանա իր վախից։ Ու տեսնում ես, որ մուկը իրանից հավախում, վազելով գնում այս մի հատ ծակամը, ինքն էլ մկից հավախում։ Մեզ սատանայից վախել պետք չի։ Նրան թերագնահատել պետք չի իհարկե, եթե մենք տեղ ենք տալիս, մենք ինչքան նրան տեղ ենք տալիս, ինքը ինչքան առաջ է գալիս։ Ինչքան մենք հակառակ ենք մնում հնազանդվելով մեր Տիրոջը, նա փախչում է մեզանից։ Վախը մերը չի։ Մենք
վախենա։ Ամեն։ Ուրեմն Տերը թող օրհնի ամեն մեկիս, որպեսզի մենք չվախենանք ոչ մի բանից ու հավատքով առաջ շարժվենք, հավատքով կատարենք այն մեր կանչվածությունը, հավատքով մենք ապրենք այն կյանքը, որ Տերը տվել է ամեն մեկիս իր խոսքի համեմատ։ Ու վերջում ես ուզում եմ կարդալ Հռոմեացիս 5-րդ գլուխ 5-ից 6 խոսքերը։ Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծո սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ, որովհետև երբ մենք դեռ տկար էինք, Քրիստոսը որոշված ժամանակ մեռավ ամբարիշտների համար։ Սուրբ Հոգով Աստծո սերը սփռված է մեր սրտերի մեջ։ Կատարյալ սերը ոչնչացնում է ամեն տեսակ վախ։ Ուրեմն սիրելիներս, աղոթենք ու խնդրենք Տիրոջից, եթե քո կյանքի մեջ կա ինչ որ խոչընդոտներ, դու պետք է այդ խոչընդոտների հարցը ինքդ լուծես։ Մեղքի հարցը Հիսուսը խաչի վրա արդեն լուծել է, որպեսզի այդ լուծվածը գա մեր կյանքի մեջ, մենք պետք է վերցնենք պատասխանատվություն։ Եթե դու մինչև հիմա, մինչև այսօրը Հիսուսին չես ընդունել որպես քո կյանքի Տեր ու Փրկիչ, այսօր ժամն է, որպեսզի դու դա անես դա։ Որովհետև միայն Հիսուսի մեջ դու կարող ես վախից ազատ եղնել։ Առանց Հիսուս վախից ազատագրում չկա։ Առանց Հիսուս վախը միշտ կա մարդու կյանքի մեջ։ Եթե դու չես ընդունել Հիսուսին, ընդունիր ու սկսի ապրել նրա հետ։ Սկսի ապրել նրա ուրախությամբ, նրա խաղաղությամբ, նրա արդարությամբ։ Ու կտեսնես, որ այն վախերը, որ կան քո կյանքի մեջ ու կլինեն ինչ-որ հանգամանքներում, դու կարող ես հաղթահարել միայն ու միայն Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եթե դու Հիսուսին ընդունել ես արդեն քո կյանքի մեջ, բայց զգում ես, որ ինչ-որ վախեր կան, ու քեզ այդ վախերը տանջանք են բերում, այդ վախերը արգելք են, որպեսզի Աստծո հետ դու քայլես, քննիր քո սիրտը։ Արի Տիրոջ առաջ ու անկեղծ սկսի աղոթել. Տեր, եթե ինչ-որ խանգարող բան կա, խնդրում եմ ցույց տուր ինձ, որպեսզի ես հնազանդվեմ քեզ, որպեսզի չեղնի ոչ մի ծածուկ մեղք, որպեսզի ես ոչ մի առիթ չտամ սատանային։ Սկսվիր խոնարհվել Աստծո առաջ, սկսի փառավորել նրան, սկսիր Աստծո խոսքը հռչակել, ու Տերը կօրհնի քեզ ու կազատագրի ամեն տեսակ վախից։ Հիսուսի անունով եկեք կանգնենք ոտքի։ Աղոթենք, որպեսզի Տերը հպվի ամեն մեկիս սրտերին։ Ես արդեն ասացի, եթե ինչ-որ մեկը կարիք ունի աղոթքի, եթե ինչ-որ մեկը ուզում է իր սիրտը տա, ես արդեն ասացի, եթե դուք մինչև հիմա չեք տվել ձեր սիրտը Հիսուսին, ուզում եմ նորից կրկնել, առանց Հիսուս չկա փրկություն, առանց Հիսուս չկա ուրախություն, առանց Հիսուս չկա խաղաղություն։ Դուք կարող եք դուրս գալ ու դա կեղնի ձեր հավատքի քայլը։ Հիշում եք վախի մասին ասեցի, եսը կորցնելու։ Շատ մարդիկ չեն կարող առաջ դուրս գալ այդ վախի պատճառով։ Բա ինչ կմտածեն իմ մասին, բա ինչ կասեն իմ մասին։ Դուք կարող եք դուրս գալ եւ ձեր կյանքը տալ Հիսուսին։ Եթե դուք ձեր կյանքը տվել եք Հիսուսին եւ կարիք ունեք, որպեսզի ձեզ համար աղոթեն, որպեսզի ազատագրվեք ինչ-որ վախերից, որ կա ձեր կյանքի մեջ, որը շատ խիստ խանգարում է ձեզ։ Մենք պետք է աղոթենք, դուք կարող եք դուրս գալ, որպեսզի աղոթենք ձեզ համար։